Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում զրուցելու ենք պատմաբան հանրային գործիչ Արեգ Սավգուլյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Սավգուլյան, հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ Քրիստինե ջան եւ ոտքս խերով լինի ձեր տաղավար առաջի անգամը։ Շնորհակալություն։ Պարոն Սավգուլյան, արդեն երկրորդ օրն է նոր խորհրդարանը մեկնարկել է իր աշխատանքը, նոր падգամավորներ, նոր ղեկավար կազմ այսօր ընտրեցին։ Այ ինչպիսի պատկեր ունենք միջ օրս, հա, արդյոք այս խորհրդարանը հանրության սպասումները, ակնկալիքները իրականացնելու այսպես ձգտում ունի, թե ոչ։ Գիտեք ինչ, բավականին բարդ է երկու օրվա ընթացքում վերլուծել եւ որոշակի եզրահանգումների գալ։ Համենայն դեպս կարծում եմ, որ բնականաբար եւ ընդդիմության եւ իշխանության ընտրազանգվածը ունեն որոշակի սպասումներ անկախ այս միջանկյալ ժամանակահատվածից մանդատներ վերցնելու, որովհետև նաև այդ չարչրկված թեզը շրջանառվեց, որ ընդդիմությունը եթե չի հաղթել, պետք է մանդատներ չվերցնի, պետք է դուրս գա փողոց եւ այլն, եւ բնականաբար այդ տրամադրությունները ավելի շատ գեներացում էր իշխանության եւ իշխանական քարոզչամեքենայի կողմից նպատակն այն էր, որպեսզի ընդդիմության ընտրազանգվածին հուսախապանի եւ ցույց տա, որ այս ընդդիմությունը պատրաստ չէ, այսպես ասած, միջև վերջ գնալու հանուն երկրի, պետության եւ ժողովրդի։ Հիմա բնականաբար սկիզբն է, մենք առաջ օրը տեսանք, որ մակերեսային քաղաքական փոխհրաձգություն տեղի ունեցավ, իրենց հատվածներ փոխհրաձգությունը, հետաքրքրվում են, դու տեսել ես, դու ադրբեջանցի տեսել ես։ Դե բնականաբար դրա համար ես Քրիստինե ջան նշեցի մակերեսային շատ թեթև սահմանների ճշտում էր ընդամենը տեղի ունենում։ Ես կարծում եմ, որ հանրությունը իրականում սպասում է այս ազգային ժողովից համակարգային քաղաքական փոփոխություններ։ Իշխանությունից են ավելի շատ սպասելիքները, թե ընդդիմադիր։ Գիտեք ինչ, մեր հանրության մեջ յուրահատուկ իրավիճակ է տիրում եւ էլի մեղքը պետք է ոչ թե բարթեմ, այլ վերագրեմ իշխանությանը։ Հանրությունը հստակ բաժանված է երկու մասի, երեք մասի։ Երրորդ մասը դա այն չեզոք հատվածն է, որ ընդհանրապես ընտրությունների չի մասնակցում, քաղաքականությամբ չի հետաքրքրում, դա համարում է անիմաստ գործ եւ զբաղվում է իր առօրյա հոգսերով։ Հիմնական երկու զանգված, հա, պայմանական այդ 700,000 պլյուսը եւ 500,000-ը, որոնք իրենց ձայնը տվել են իշխանությանը, իմաստել ընդդիմությանը։ Իրենք սպասումներ ունեն։ Բայց այստեղ մի այլ խնդիր կա։ Ընդդիմադիր հատվածին ձայն տվողը սպասում էր, որ իր նախընտրած կուսակցությունները կամ հիմնականում ուժեղ Հայաստանը պետք է հաղթի այս ընտրություններում։ Եվ այս իրավիճակից է գալի որոշակի հիասթափությունը, որտեղ մարդը գնացել է ձայնը տվել, որպեսզի հաղթի։ Հիմա ինքը չի մտածել, որ չի հաղթելու, բա ինչ պետք անի, դա իր գործը չէր։ Հետևաբար այս հատվածը կա որոշակի հիասթափված եւ մտածում է, որ եթե իշխանություն չի, հապա ինչ պիտի անի։ Իսկ պարլամենտում լինելու է այն նույնը, ինչ որ այս 9-րդ գումարման ազգային ժողովում լինելու է այն ինչ որ 8-րդում էր, հա։ Սկզբնական շրջանում էլի ինչ որ փոխհրաձգության ակտիվացում, եղավ փողոցային պայքար եւ վերջում էր բոյկոտ ու դուրս կրտուքի այդպես, հա, հարվածների ականատես կլինենք, թե ոչ ինչպես նախորդ խորհրդարանում եղավ։ Գիտեք, մեր ազգը տաքարում է։ Ինչու, որովհետեւ ասում են, օրինակ իշխանությունները անդադ ասում են, այ եկեք բոքսի տանձիկ եք դառնալու։ Այսինքն զգուշացնում են, որ անոնսում են, այսպես ասած, որ ծեծ ու ջարդի պակաս չի լինելու։ Եթե իշխանությունը մտածում է, որ օրենսդրա իրավական մարմինը դա բոքսի ռինգ է եւ հրահրում է, կարող է մի օր նաեւ մենք ականատես լինենք այդ ծեծ ու ջարդի։ Եվ դա բացառություն չի, աշխարհի բոլոր պարլամենտներում էլ դա լինում է։ Բայց դա հիմնական առաքելությունը չի օրենսդիր մարմնի։ Բայց դա մտնում է այս իշխանության քաղաքական օրակարգում, որովհետև իրանց հիմնական գաղափարախոսությունը հիմնված է հաց եւ հանդեսների վրա։ Այսինքն ժողովրդին հիպնոզացնեն, հա, սնունդը տան, շոուն ցույց տան եւ դա համարեն իրենց գործունեությունը։ Ավելի մեծ է իմ սպասելիքը ընդդիմությունից, որը կարևորագույն խնդիր պետք է լուծի այս ազգային ժողովում։ Ինչ պետք է անեն։ Այ ամենակարճ ժամկետում որոնք են հիմնական խնդիրները։ Կարճ ժամկետում պետք է ինքը հնարավորինս իր շուրջ համախմբի արտախորհրդարանական, քաղաքական եւ քաղաքացիական ուժերին
այդ ուժերից փորձի ստեղծի կոնսոլիդացիոն մի ընդհանուր մարմին, որը կարող է նաև շարժման լոկոմոտիվ ծառայել հանրության մեջ հստակ քաղաքական համակարգի բարեփոխումներ գեներացնելու տրամադրություն ստեղծելու առումով։ Եթե իրենք ներփակվեն զուտ երկու խմբակցությունները իրենց մեջ եւ փորձեն իրենց ուժերով անել, մենք ունենալու ենք տխուր պատկեր։ Ես կարծում եմ եւ ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի մեջ այդ մոտեցումները կան, որովհետեւ իրենք հստակ պատկերացնում են, որ առանց լայն հանրային աջակցության իրենք փաստացի փոքրամասնություն են կազմում այս պարլամենտում։ Եթե հակառակը լինի այդ լայն հանրային աջակցությունը, դա կարող է հանդիսանալ լուրջ հանրային ճշմարտ գործիքակազմ եւ այս պարլամենտը կարող է լինել որոշակի ընդունակ գործելու։ Համենայն դեպս ասեմ, արդեն ինքը կնիքը կրում է իր վրա կիսա լեգիտիմ եւ կիսա օրհնված պարլամենտ լինելու, որովհետեւ փաստացի իշխանության այդ քարոզչամեքենայի աշխատանքի արդյունքում ամենայն հայոց կաթողիկոսը չայլցել է ազգային ժողով, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի 33-րդ հոդվածով նախատեսվում էր նույնիսկ հրավեր պետք չէր, բայց պարզ է, որ արարողակարգային գործընթաց պետք է լիներ, չէ՞ նախագահային ոնց իջավ, չգիտեմ, ազգային ժողովի ապագա նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմավորեց եւ այլն, բնականաբար եթե ամենայն հայոց կաթողիկոսներ գա նման արարողակարգ է լինելու եւ միջև այցելությունը երկու արարողակարգերը իրար հետ ճշտում են համապատասխան գործողությունները օրվա հետ կապված։ Ասում են օրենքի պահանջ չէ, դա հա այսպես զուտ ընթացակարգ է կաթողիկոսի ներկայությունը, հետո դիմադիրները առանձին գնացին մայրաթոր։ Քրիստինե ջան, իրենք շատ բան կարող են ասել, ամեն գումարման ազգային ժողովին վեհապարը գալիս է իր ողջույնի, իր օրինաքի խոսքը ասում է։ Այս կիսա լեգիտիմ եւ կիսաօրնված է, որովհետեւ բանը падգամավորների մի մասը, այսինքն երկու խմբակցությունը գնացին, էջմիածին, օրնանքը ստացան, այն մի հատվածը չօրնված է։ Բայց քանի որ падգամավորի կարգավիճակը բազմամանդատային է, անկախ նրանից ինքն ընդդիմությունը թե իշխանությունը, մենք իրան ընտրել ենք թե չենք ընտրել, ինքը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում ապրող բնակչությունը։ Հետևաբար, եթե մենք այդ երկուսը միախառնում ենք իրար, ստանում ենք մի կողմից կիսալեգիտիմ, մի կողմից կիսաօրնված ազգային ժողով։ Պարոն Սավգուլյան, նոր ընտիր, հա, այսպես ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը այսօր այսպիսի մի հայտարարություն արեց, ասում է, «Ребята, давайте жить քաղաքակիրթ», հա, այդպիսի մի «Давайте жить дружно», ոնց որ խորհրդային հայտի ֆիլմում Կոտ Լեոպոլդն էր առաջարկում։ Փոխեց ինքը, ասում է, հասկանում եմ, որ մենք չենք կարող այդպես ընկերական ջեր մտնոլորտում, բայց եկեք քաղաքակիրթ մտնոլորտում աշխատենք, այդ ինչ է դա նշանակում, ոնց են ընդդիմադիրները եւ իշխանությունը այդպես քաղաքակիրթ աշխատանք ոնց։ Քրիստինե ջան, իրականում դա բավականին բարդ է, որովհետեւ այս իշխանությունը բազմիցս ապացուցել է, որ իր համար կարմիր գծեր գոյություն չունի։ Եվ հետեւաբար հանրության համար էլ, եթե բարձ խոսենք, էլի խորթ է, երբ որ տեսնում են այդ հսկայական քննադատությունը ընտրությունների շրջանում փոխադարձ ընտրական այդ նախընտրական ժամանակահատվածում այդ փոխադարձ վիրավորանքները եւ միանգամից հակառակ պատկեր, հա, բոլորը ուրախ են, բոլորը երջանիկ են, բոլորը քաղաքակիրթ են, այսինքն ամեն ինչը սուտ է։ Դե հիմա հետ գնանք մի քիչ ավելի հետ։ Ընտրությունից հետո այստեղ այդ խնդիրն է գալիս։ Եթե կասկածի տակ ես դնում լեգիտիմությունը, ասում ես, որ ընդ որում երկու կողմն էլ իշխանությունն էլ է ասում, որ ընտրակաշարք ու ոչ լեգիտիմ է։ Այս դեպքում պետք է մանդատ վերցնել, թե ոչ։ Գիտեք, ու կան ոչ լեգիտիմ ընդդիմության ներսում դա քննարկվել է, ավելի ծանր իրավիճակ է լինելու։ Եթե չվերցնեին։ Մանդատները չեն վերցնելու, Սահմանադրական դատանի միջոցով գործող իշխանությունը կազմակերպելու էր հերթական քաղաքական ավանտյուրա եւ այն ուժերը, որոնք չէին անցել ազգային ժողով, ստանալու էին համապատասխան քվոտա եւ հայտնում էին ազգային ժողով։ Արտախորհրդանական այն ուժերը, որոնք չէին հաղթահարել 4%-ը։ Հա փաստացի մի կողմից մի հարվածով Բարգավաճ Հայաստանի հետ առաջարկ Հայաստանի ուժը չեզոքացրեցին 58000 ձայն հոդս ցնդեց,
Մյուս կողմից փաստորեն տրվում էին քաղաքական շանտաժի եւ երկու խմբակցությունները մանդատները չէին վերցնում եւ դուրս էին գալի եւ հայտնվելու էին քաղաքական լուսանցքում, որովհետեւ հանրային շարժում փողոցում գեներացնելու համար ժամանակ է պետք։ Այս ժամանակահատվածում քաղաքացիական պայմանագիրը կարողանում էր 100%-ով վերահսկողություն հաստատել ազգային ժողովի վրա։ Հիմա ընդունենք պայմանական, այս երկու խմբակցությունները չեն վերցնում մանդատները, դուրս են գալի process-ից, մեկի ժողովուրդը տեսնում է, որ ազգային ժողովում հիմնական Դե խորհրդանից դուրս թող այդ process-ները։ Ազգային ժողովում հիմա կգամ դրան։ Ազգային ժողովում Գուցե ժողովուրդն է տեսնել, որ այսպես, հա, մարտական են տրամադրված, հա, այդ մի տեսակետն էլ ասում է, թե մանդատները չվերցնեին, կարող է ժողովուրդը տեսնեին իսկապես ու ավելի այսպես ոգևորություն։ Քրիստինե ջան, ցանկացած նման ոգևորվածության շարժման համար պետքա նախապատրաստական փուլ։ Այդ քաղաքական ակտը մանդատ չվերցնելու, դուրս գալու, գոռալու, այդ կարճ ժամանակահատվածում չէր կարող այդ կես միլիոն զանգվածի մեջ ստեղծել կրիտիկական մասսա, որը պետքա դուրս գար եւ պահանջեր օրինակի համար այս նորաստեղծ ազգային ժողովի լուծարում։ Հաջորդը, որովը ես ուզում եմ ասել, երբ որ փաստացի իրավիճակը ժողովուրդը տեսներ, որ իրենք մանդատները չեն վերցրել, դուրս են եկել եւ այլ ուժեր, որոնք ստացել են ավելի քիչ քվե, ինչ որ հրաշքով հայտնվում են ազգային ժողովում, հակառակն էին շրջանառելու։ Ասել էին դուք երկու խմբակցություններով գնացել եք գործարքի իշխանության հետ, մանդատները թողել եք, այն մանդատները, որոնք ձեր ժողովուրդը մենք վստահել ենք, եւ դա նույնպես իշխանություններ անելու։ Եվ դուք փաստորեն ձեր մանդատները զիջել եք այս իշխանությանը, իրանց հետ գնացել եք համագործակցության կուլիսների հետևում եւ էլի բան հայ քաղաքական դաշտում ստեղծել եք sense քաոսային իրավիճակ։ Հիմա մանդատ վերցնելը բնականաբար մի անգամ նաև Նարեկ Կարապետյանը դա բնութագրեց այսպես ասած որպես բերդի ուղեկիր։ Իհարկե նման ռիսկեր պարունակում է, որ ցանկացած անձի հետ կապված ինչ միջոցներով քրեական գործ կարող են կարել շինծու, որի հարցում արդեն իրենք մասնագիտական բավականին լուրջ հաջողություններ են արձանագրել, երբ որ մի բառի մի նախադասության համար միանգամից քաղաքական գործին պատասխանատվության է ենթարկում եւ կարող են նաեւ այս տարբերակով փորձել ընդդիմությանը զսպել, որ ցանկացած պահին ձեր հետևից կգա գլխավոր դատախազը եւ ազգային ժողովը ձեզ օրինակի համար կհանձնի։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը հայտնվել էր քաղաքական փակուղու մեջ, չհաղթելով ինքը հայտնվել էր երկընտրանքի առաջ, մի կողմից ինքը պետք է տրվեր, այսպես ասած, իշխանական քարոզչությանը եւ դուրս գար փողոց, փորձեր շարժում գեներացնել, որը կարծում եմ այս ժամանակահատվածում համենայն դեպս հաջողության չէր, ասի կարող է կես տարի, մի տարի, երկու տարի հետո հաջողության հասնեն։ Եվ մյուս կողմից գնար մտներ ինստիտուցիոնալ մարմին եւ ինչու՞ չէ այստեղ նաեւ ուրիշ հասնեն շրջանառում։ Գնացեք մանդատները վերցրեք, բայց հանգած մշտական հանձնաժողովի նախագահի կամ փոխնախագահի տեղը վերցրեք։ Բայց կարծես մտադիր են առաջադրվել։ Քրիստինե ջան, պետքա վերցնեն, հնարավորինս շատ պետքա վերցնեն, որովհետեւ նախարարը հաշվետու է մշտական հանձնաժողովին, որը իր ոլորտը կարգավորում է։ Հիմա ընդհանրեն երկու մշտական հանձնաժողով եթե վերցնում է, հա, ընդունեք ազգային անվտանգության պաշտպանության մի խոսքով ուժային այդ հանձնաժողովը վերցնում են, ուժային բոլոր բլոկի ներկայացուցիչները ուզի թե չուզի ինքը հաշվետու է։ Ռուսերեն ասած падաչոտ է։ Եվ սա տալիս է հսկայական տեղեկատվական ռեսուրս։ Հիմա եթե մենք վերցնենք այդ կարևոր հանձնաժողովը զիջելու են ընդդիմությանը։ Ես չեմ կարծում, որ այդ կարևորը զիջելու են։ Ես ասում եմ ցանկացած հանձնաժողով առնվազն երկու նախարարության ոլորտ ինքը վերահսկում է։ Եվ հետեւաբար, եթե դու ուզում ես հաջողության հասնես, մի կողմից դու ինստիտուցիոնալ մարմնում պետքա գործունեություն ծավալես, մյուս կողմից ազգային ժողովի պատերից դուրս գեներացնես հանրային շարժում։ Եվ հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը այդ շրջանակներում դաշտում հանդես է եկել առաջարկով ձևավորելու հանրային խորհրդարան, որին մաս կարող են կազմել արտախորհրդարանական, քաղաքական եւ քաղաքացիական ուժերը, մտավորականները, հասարակական կազմակերպությունները։ Այս հանրային խորհրդարանի ֆորմատը կարող է լինել լուրջ լոկոմոտիվ, որը շատ հանգիստ աշխատանքի շնորհիվ կարող է հանրային ճնշում գործադրել այս թեկուզ եւ ոչ լեգիտիմ
ազգային ժողովի եւ ոչ լեգիտիմ իշխանության վրա գոնե այս անցումնային ժամանակահատվածում, ինչու անցումնային, որովհետեւ սահմանադրական դատարանի որոշումից հետո, երբ որ այդ 58000 ձայնը ոչնչացավ, Հայաստանի Հանրապետությունը թեվակողեց ճգնաժամի փուլ, քաղաքական ճգնաժամի։ Այս սա հենց այդ սահմանադրական ժամանակաշրջանը։ Երբ դա կավարտվի, դա պետք է ավարտվի իշխանափոխությամբ։ Կլինի դա 4 ամիս հետո, 6 ամիս հետո, մի տարի հետո կապ չունի, պատմության մեջ այս ժամանակաշրջանը այսպես է ֆիքսվելու, որտեղ բոլորի աչքի առաջ եղավ այն ինչ որ եղավ։ Հիմա հանրային խորհրդարանը իր առաքելությամբ կարող է լրացնի այդ բացը։ Պարոն Սարգսյան, իսկ այս կոչերը, հա, հիմա են այս հետընտրական փուլում, անգամ Սամվել Կարապետյանը ասաց այսպես միավորման համախմբան, բայց ուշացած չեն սրանք, պետք չէ ընտրություններից առաջ այդ դաշտը ձևավորել։ Լիսինե ջան, իսկ ով ասում որ ընտրությունից առաջ դա չեն արել։ Բոլոր ուժերն են արել։ Բայց չի ստացվել, հիմա այսպես պիտի ստացվի։ Որովհետև կերքերը թեժացել էր, որովհետև հայկական քաղաքական դաշտում այո, որովհետև ամբիցիաներ կա, որովհետև ամեն մեկ ուզում է դառնալ ազգային ժողովի նախագահ, վարչապետ, չգիտեմ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, դա մենակ առանձին քաղաքական ուժը չի, նաև առանձին այդ քաղաքական ուժի անդամները։ Եվ հետևաբար, երբ որ դու գնում ես համագործակցության, պարզ մաթեմատիկա, 4-5 կուսակցություն, երբ որ միավորվում էին, բնականաբար ամեն այդ կուսակցության անդամները, եթե պետք է ինքը լիներ իր ցանկում հերթական 5-րդ կամ 10-րդ համարը 4-ի դեպքում նա կարող էր հայտնվել 40-ում կամ 38-ում։ Նույնիսկ այս հայկական ամբիցիաները իրանք չէին նայում սոցհարցումների տվյալները, եղբայր դու չես անցնում այդ 4% շեմը։ Հիմա Հայաքվեն ինչի գնաց այն տարբերակով, որպեսզի ուզում էր կոալիցիա ձևավորել նույն միասնության թևերի, ապրելու երկրի հետ, որպեսզի այո, չստացվեց։ Այդ մի կողմ չդրվեց։ Այո, չստացվեց դրանից հետո ես չեմ կարծում Հայաքվեի պարագայում շատ ընդգծված են այդ ամբիցիաները, որտեղ համենայն դեպս եւ չեմ ուզում միևնույն ժամանակ մեր նախկին, այսպես ասած, գործընկեր միասնության թևերին մեղադրեմ այդ հարցում, չստացվեց ձևակերպենք ենք անցանք առաջ, բայց ես հիմա ի պաշտոնե կարող եմ միայն Հայաքվեի մասին էլի խոսել։ Հայաքվեի ազգային քաղաքացիական միավորումը հայտարարեց ցանկություն մասնակցելու ընտրություններին ընդդիմության ձևաչափում եւ աջակցեց ուժեղ Հայաստան կուսակցությանը, որովհետեւ մենք մեր հարցումներով 1%-ից ավել այս ընտրություններին չենք հավաքելու։ Բայց այն ուժերը, որոնք այդ հարցումները, պատկերները ունեին, գնացին արկածախ ընտրության։ Եվ այս պարագայում, եթե իրենք ընտրություններից 5 կամ 10 օր առաջ պետք է հայտարարեին, որ դուրս են գալի ընտրաշավից, հա, որտեղ այդ հայտնի նույն փոշիացնելու բանաձևը կար, իրենք միևնույն մեկ է կարողացել են որոշակի ֆինանսավորում ճարել, գտնում են, որ հենց իրենք պետք է ազգային ժողով անցնեն եւ ավելին հաղթելու են։ Հիմա դրա համար այս պահը էլ չկա, հա։ Դիցուք հիմա այս պահին էլ ազգային ժողովի ընտրություններ չկա։ Այդ առումով, այդ հավակնությունները, այդ ամբիցիաները արդեն երկրորդական, 10-րդական պլան է։ Հիմա ամեն հանդիպման ժամանակ այն մարդիկ, որոնք գոռում էին, որ ասում էին մենք 6% ունենք, 15 ունենք, 20% ունեն, պատկերը կա իրեն քանի տոկոս ունեն։ Հիմա ստեղծում ենք այդ հարթակ, ասում ենք եղբայր, մի հատ արձագանք կա այդ ուժերի կողմից։ Այո։ Որ ուժեր մենք այս հարցի շուրջ նույնիսկ խոսել ենք ուժեղ Հայաստան կուսակցության հետ եւ քննարկումների փուլում ենք տարբեր քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ։ Վերջերս նույնիսկ նորաստեղծ հայկական բանաձև եւ հանրային դաշինք ավելին հանրային դաշինքի հետ քննարկումներ են կազմակերպել Սիրահարների այգում։ Վերջերս 3 առաջ օներ հայկական բանաձևներ կազմակերպել Բաքվում պահվող ռազմագերիների հետ կապված։ Հիմնական նպատակը ոչ միայն նաև այդ միջոցառումների մասնակցությունն է, այլև փոխշփումն է։ Ասեմ, որ մեր առանձին հանդիպումների ժամանակ այս գաղափարը հանրային խորհրդարան ստեղծելու բավականին ողջունվել է։ Եվ ես կարծում եմ, որ մեր աշխատանքները արդեն սեպտեմբեր ամսից ավելի տեսանելի կլինի հանրության համար, էլի, եւ sense առանձին տաղավարներում մենք դրա մասին չենք իմանա։ Հիմա նախապատրաստական մենք փուլում ենք եւ քննարկումներ են կազմակերպում եւ սա էլ ասեմ, հանրային խորհրդարանը ինքը չի կրկնելու գործող
ազգային ժողովին եւ որ չել փորձելու է ինքը որևէ կերպ հակակշիռ լինել։ Խնդիրը այն է, որ բազմից հա նման փորձեր եղել, հա խորհուրդներ ստեղծել, բայց որպես այդպեսին լուրջ արդյունքներ չեն գրանցվել։ Հիմա ինչ այսպես սպասումներ ունեք, ինչ վստահություն եք, որ այս անգամ այդ գաղափարը միշտ հաջողելու է։ Այո, գաղափարը կա, երբ որ կա ձախողված նախադեպ, նշանակում է դու ես ձախողվելու։ Եթե փողոցային շարժումը ձախողվել, ուրեմն պետք է փողոցային շարժումը մոռանանք։ Ոչ։ Մենք ավելի հետաքրքիր փուլ ենք մտնում։ Մենք ասում ենք, որ ժողովուրդը անընդհատ հիասթափվում է կիսատ պռատ պայքարներից։ Հիմա կոնկրետ հանրային խորհրդարանը առաջ է քաշելու 5-ից 10 լուրջ իրավաորենսդրական փաթեթ, լոբինգ է կազմակերպելու, ակնկալելու է ընդդիմադիր խմբակցությունների աջակցություն եւ այդ օրենքները փորձելու է անցկացնել ազգային ժողովում։ Եթե ուզում եք կարամ օրինակներ ասեմ, օրինակ ինքնակամ շինությունների հետ կապված։ Հայաստանի Հանրապետությունում կադաստրը հաշվառել է առնվազն 75000 հատ ինքնակամ շինություն, որոնք կարիք ունեն պետական գրանցման։ Քայլ չեն անում։ Իշխանությունը մի քայլը անում է, կիսատ է թողում։ Հաջորդը անընդհատ դժգոհում ենք, որ մարդիկ չեն մասնակցում ընտրությունների։ Իսկ երբևէ մտածել ենք եվրոպական փորձը կա, որ մենք կարող ենք օրենսդրական կարգավորում տալ եւ այն անձը, որը 2 անգամ անընդմեջ չի մասնակցի դիցուկ համապետական ընտրություններին, կզրկվի քաղաքացիությունից։ Կա եվրոպական փորձը։ Նման նախաձեռնություն եք։ Կամ առնվազն պետքա տուգանք վճարի։ Կտեսնեք ինչքան ընտրությունների շեմը կբարձրանա, երբ որ մարդը հասկանա, որ ինքը չի մասնակցելու ընտրությունների, եւ ինքը դրա համար տուգանքավճարելու կամ 2 անգամ անընդմեջ չի մասնակցի եւ քաղաքացիությունից կզրկվի։ Հետեւաբար մենք այստեղ խնդիրը ոչ թե ինչա։ Ասավ Գուլյան, այդ ներկայացած նախագիծ ինչով է տարբերվում ԿՊ-ի նախագծից, որ դրսում ապրողներին այսպես արգելում են մասնակցել, գրեթե նույն այսպես արմատապես ԿՊ-ն համոզված է, որ դրսում աշխատողների, արտագն աշխատողների մեծ մասը Ռուսաստանում բնակվող մարդիկ են եւ այդ մարդիկ իրենց չեն քվեարկելու։ Սա լրիվ քաղաքական հաշվեհարդարի process-ը, որը կատարում են։ Խոսքը Հայաստանի Հանրապետության բնակչության այն հատվածի մասին է, որ ընդհանրապես չի մասնակցում ընտրություններին։ Հիմա այդ օրենսդրական կարգավորումը հստակ կտրվի, եթե մարդը հանրապետությունում չի, հա, երևում է այդ մարդը կարող համապատասխան թուղթը ներկայացի կամ ավելին եվրոպական երկրների փորձ կա, որ մարդը դրսում ապրում է, մասնակցում է ընտրությունների։ Կարգը կա հստակ, պոչտայով ստանում է քվեաթերթիկը, լրացնում է եւ այդ քվեաթերթիկը ուղարկում է եւ մասնակցում է ընտրություններին։ Մենք չենք գնում այդ ճանապարհ, մենք գնում ենք այն ճանապարհը, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացին պետքա մասնակցային կառավարում ունենա պետական գործին։ Ինքը չի կարող այս երկրում ապրի, այս երկրում փող աշխատի եւ ընդհանրապես ոչ մի process-ի չմասնակցի եւ իր քաղաքացիական պարտքը չկատարի։ Քաղաքացիական պայմանագրի պարագայում ուրիշ է, հաշվարկել են ենթադրենք 5 միլիոնից ավել մարդ Ռուսաստանում արտագնա աշխատանքի, եկեք այս մարդկանց զրկենք, որովհետեւ այս մարդիկ շատ հնարավոր է որ կընտրեն ընդդիմությանը։ Սա քաղաքական հաշվետվություն է։ Մեր հակառակը ասում ենք հնարավորինս պետք է ապահովենք ապագայում ավելի բարձր մասնակցություն։ Այս է նպատակը։ Ոչ թե ինչ որ մեր քաղաքացիներին պատժելը կամ եւ այլն քաղաքացիությունից զրկելը։ Եվ նաև ասացի, որ հնարավորություն կարող ենք ընձեռել դրսից էլ մեր քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացին մասնակցեն։ Հիմա օրենքը թույլ է տալի միայն դիվանագետների եւ միջազգային ինչ որ կազմակերպություններում հավատարմագրված ներկայացուցիչների իրանք մասնակցեն էլի ընտրություններին։ Բանասավ Գուլյան, եւ վերջում այսպեսի տեսակետ կա, որ այս խորհրդարանը որպես այդպեսին երկար կյանք չունի եւ արտահերտ ընտրությունները սարերի ետևում չեն։ Այսինքն 5 տարի ժամկետով չի գործելու։ Այս տեսակետը կիսում եք թե ոչ։ Կիսում եմ, որովհետեւ այս խորհրդարանի վրա արդեն այդ ոչ լեգիտիմության խարանը կա։ Միանշանակ, որովհետեւ այս կարգի ռեպրեսիոն լուծում, որը տրվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովից մինչև սահմանադրական դատարան, երրորդ հանրապետությունում մենք չենք տեսել։ Իհարկե քաշքշուկներ եղել է ընտրությունների ժամանակ, քվեատուփ են գողացել, բայց օրը ցերեկով 58000 քաղաքացու ձայն փոշիացնեն եւ միևնույն ժամանակ այդ ուժի ներկայացուցիչ ուղղությամբ տենց հսկայական ռեպրեսիաների շարքսը եւ ոչ միայն այդ ուժի,
Նաև օրինակի համար այլ ուժերի ներկայացուցիչների, այդ թվում նույնիսկ այն քաղաքական ուժի կամ քաղաքացիական ուժի, ինչպիսին Հայաքվենը, մեր համակարգող Ավետիք Չալաբյանն էլ ենթարկվել է, այսպես ասած, պատժիչ հրամանի, որի արդյունքում այսօր քրեակատարողական հիմնարկումը, որովհետև Հայաքվեն աջակցել է հականիկոլիզմի պայքարին։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Սավգուլյան։ Հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի զրուցակիցը այսօր պատմաբան հանրային գործիչ Արեգ Սավգուլյանն էր։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։